Ողջույն սիրելիներ, բարի գալուստ իմ ալի։ Ահա կրկին եկավ հանդիպման պահը, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Այսօր ձեզ ցույց կտամ մի քանի ականջողեր, շատերը ինձանից խնդրել էին ակցիա լինելու է թե ոչ։ Որոշել եմ այս տարի նույնպես կրկնել ակցիան, բազմաթիվ խնդրանքներից ելնելով, իսկ իմ բաժանորդների խնդրանքը ինձ համար օրենք է։ Եվ ինչ ենք անելու այսօր, այսօր այս պատվերն ենք ուղարկելու, այս գեղեցիկ ականջողերը, շատ շքեղ կլիպսներ են, պոդիումային, հիշեցնում է 1980-ականների Dior-ը, Chanel-ը, այդ պոդիումային գեղեցիկ շոուները։ Եվ ահա այս գեղեցիկ ճկնախ ականջողերը կուղևորվի իմ բաժանորդուհիներից մեկի մոտ, արդեն նախապես պատրաստել եմ ես հասցեն, ծրարը, հիմա միասին կփաթեթավորենք եւ կուղարկենք։ Իսկ ինչ է մեզ դրա համար հարկավոր, բացի ծրարը ու հասցեն, մկրատ, ահա այսպիսի պիպեր եւ այսպիսի նուրբ ստվարաթուղթ, որի մեջ ես գեղեցիկ կփաթեթավորեմ այս ականջողերը։ Իսկ դուք պատրաստ եք, դե սկսեցինք։ Կտրատեմ այս թուղթը իմ ուզած չափսի, ահա այսպես, տեղադրենք այս գեղեցիկ ականջողերը ու ձևավորենք այնպես, ինչպես հարկն է, լուքս փաթեթավորում։ Այսպես, կարծում եմ գեղեցիկ է։ Արդեն տեղադրեմ պղպջակավոր ծրարի մեջ ու փակցնեմ հասցեն։ Ահա փաթեթը պատրաստ է։ Հիմա ես ձեզ ցույց կտամ ականջողեր, որոնք կմասնակցեն ակցիային, գները արդեն զեղչված են, յուրաքանչյուր ականջողերը կարժենա 5-ից 7000 դրամ։ Ներկայացնեմ առաջի ականջողը, ահա այսպիսի գեղեցիկ լուծիտային կարմիր խոշոր էլեմենտներով մասիվ չափերի ականջողեր է, կարծես ինձ հիշեցնի Ֆլորենցիան, ահա այդպիսի ճարտարապետություն հիշեցնող օրնամենտ կա այս ականջողերը եւ ես հենց գնել եմ Իտալիայից։ Ականջողերը կլիպսներ չեն, շատերը գերադասում են ահա այսպիսի ականջողեր, որ չլինեն կլիպսներ, բայց ես ասեմ, որ իմ մոտի բոլոր ականջողերը, որոնք կլիպսներ են, դրանք երբեք չեն ցավացնում, արերը բոլորը ստուգված են։ Ես ինքս կրում եմ հաճույքով, զարմանալին այն է, որ ինձ ավելի շատ կարող է ցավացնել ահա այս տիպի ականջողերի ականջներին, քան կլիպսները երբեք ինձ չեն ցավացնում եւ այստեղ կա այս ռեգուլե անելու տեղը, որ ամեն մարդ կարա թույլատնի կլիպսը ըստ իր ցանկացած ֆիքսացիայի։ Երկրորդ համարի ականջողերը այս մարգարտե էլեմենտով ականջողերն են, կենտրոնական էլեմենտը մարգարիտներ, գեղեցիկ ոսկեգույն կարկաս, առկա են նաեւ ցերկոններ։ Սա կլինի երկրորդը։ Երրորդը այսա հայլանման ծածկույթով, լուծիտային կարկասով եւ այստեղ կա փայլուն սպիտակ քար, սա էլ կլինի երրորդ համարի կլիպսները, որոնք նույնպես ինձ մոտ Ֆրանսիայից եկե Իտալիայից ճամփորդում են, զարդերը նույնպես ճամփորդում են։ Ցույց տամ այս կախովի ականջողերը, սա կլինի չորրորդը։ Հա, իմիջիայլոց հետևի մասը ցույց չտվեցի, հետևի մասը նույնպես կարևոր է, կլիպսներ են, ինչպես տեսնում եք։ Գեղեցիկ ոսկեգույն օրնամենտ ունի այս հատվածը կլիպս է եւ գեղեցիկ լուծիտային կախովի էլեմենտներ։ 5-րդ համարը կլինի այս շքեղագույն ականջողերը, դարձյալ կլիպսներ չեն, դարձյալ եկել են ինձ մոտ Իտալիայից, ահա շքեղ, շատ շքեղ ականջողեր են։ Ու ինչ ունենք ցերկոններով պատված կարկաս եւ բողոքական մարգարտե կախովի էլեմենտներ իրենց վրա։ 6-րդը կլինեն այս արծաթագույն գեղեցկուհիները, դարձյալ կլիպսներ են, այդքան էլ մասիվ չափերի չեն, հատուկ այն մարդկանց համար, որոնք չեն սիրում մասիվ չափերի ականջողեր, հիմա դնեմ կողքը, տեսեք տարբերությունը։
7-րդ համարի տակ կլինի այս մյուս մարգարտե գեղեցկուհին, առկա է մարգարտե կլոր էլեմենտ և երկարավուն բորոկական մարգարտե էլեմենտ, դարձյալ կլիպսներ են, շատ լավ ֆիքսացիայով, ունեն բարձիկներ, սա էլ կլինի թվով 7-րդը, սա արդեն միջին չափի ականջողեր է, դարձյալ փոքրիկներից է նաև այս մյուս գեղեցկուհին, մարգարտե կախազարդ էլեմենտ, փոքրիկ ծերկոններով պատված գլխավոր էլեմենտ և դարձյալ կլիպսներ չեն, հատուկ այն մարդկանց համար, ովքեր կլիպսներ չեն սիրում, սա էլ թվով 8-րդը, դարձյալ ծագումը իտալական է, այս երկուսը ֆրանսիական են, սա նույնպես, իսկ մնացածը իտալական։ Ցույց տամ ևս մեկ իտալական գեղեցկուհի, հիշեցնում է ինձ Վենեցիան, դարձյալ կլիպսներ են, օրիգինալ պատյանով իրենց, գեղեցիկ առնամենտով, նախշազարդված և օվալաձև մարգարտե կենտրոնական էլեմենտով։ Հաջորդ ականջողերը կլինեն այս ֆրանսիական ծագման բրենդային ականջողերը, Օրենա բրենդին են պատկանում, ֆրանսիացիները շատ են սիրում Օրենա բրենդը, մինչև օրս գործում է այդ բրենդը, ահա այս էի փնտրում, ահա դաջվածքը Օրենա բաղի, գեղեցիկ միջին չափսի ականջողեր են, ոսկեգույն մետաղով և կարմիր էմալով, գեղեցիկ ականջողեր ֆրանսիական ծագման, ահա ականջողեր իսպանական ծագման, շատ գեղեցիկ միատայի գույնի գլխավոր էլեմենտով և լուծիտային էլեմենտներով, այս սրանք, և իհարկե քարերով, բնական կիսաթանկարժեք քարերի իմիտացիայով, բայց սառն է, ապակի է, պլաստիկի չէ, կլիպսներ են, մասիվ չափերի, տոնական, առկա է նաև բարձիկը, անվտանգության համակարգը նույնպես գործում է, չէ, դա իհարկե հումոր է, յուրաքանչյուր կլիպսի հետ ես կտեղադրեմ բարձիկներ, բոլոր ականջողերը ձեր մոտ կգան իրենց անվտանգության բարձիկներով, ցույց տամ մեկ այլ ֆրանսիական գեղեցկուհի, յանտարի գույնով, ոնց որ մի կաթիլ մեղր, մեկ չէ, 3 կաթիլ մեղր լինի, շատ գեղեցիկ գույն է, մեղրագույն, յանտարային երանգով, ունի դարձյալ բարձիկները, կլիպսները, տեսեք այս մասը, թափանցիկ է, գեղեցիկ ճոխ ականջողեր են, ինչ շատ դուր են գալիս այս արցունքաձև էլեմենտները, փոքր և մեծը արդեն կախովին և մեջտեղում էլ արդեն շատոն են կոչվում այս կլորիկ էլեմենտները, այդ քարերը։ Ցույց տամ նաև մեկ այլ ֆրանսիական ականջողեր, ահա այսպիսի գեղեցիկ, տոնական, առկա է պուսետներ, այսպես քարիկներով և երկարավուն էլեմենտ, որը կարծես լուսանցք է հաղորդում մեր պարանոցին, վիզուալ ավելի երկարացնելով այն, դաջվածքից ներսի հասկանում ենք, որ լավ ընկերություն է այն արտադրել։ Սա էլ այսպես։ Ահա ևս մեկ ականջողեր, որոնք դարձյալ կլիպսներ չեն, ոսկեջրված է 24 կարատ ոսկով, ոսկեջրված, ոսկեպատված, նույն տեխնոլոգիան է, շատ հեշտ է արձակվում, ահա այսպես, ու կոճկվում, լոկանիկ գեղեցիկ ականջողեր, ոսկեպատված, ցույց տամ մեկ այլ մասիվ ականջողեր, հուլունքագործներին կհետաքրքրի այս մոդելը, վառվռուն կապույտ լուծիտային էլեմենտներով, կլիպսներ են, շատ ճոխ աչքի ընկնող երևացող կապույտ, բլու մաղին է կոչվում այս գույնը, այդ գույնի ականջողեր։ Այս գեղեցիկ ականջողերը կարծես տիեզերք կլինի, կանաչի բոլոր գույներն են առկա, և կապույտի կոսմոս, իսկական կոսմոս, շատ գեղեցիկ ականջողեր է, կլիպսներ են դարձյալ, ոսկեգույն մետաղով կլիպսներ, գեղեցիկ փայլուն լուծիտային էլեմենտներով, սա էլ այստեղ տնեմ, միտեղ տեղավորեմ։ Ցույց տամ նաև մեկ այլ ականջողեր, ազտեկական նախշազարդերով, հիշեցնում է մեզ մարդկության սկիզբը, երբ ապրում էին քարանձավներում, վրաններում և գնում էին որսորդության, ծեծված մետաղի դաջվածքի էֆեկտ են ստացել,
Հնում նույնպես մարդկության սկզբում մարդիկ գրել են զարդեր կաշվի, փայտի, քարի, կենդանիների ոսկորների կտորներից։ Հիմնականում խորհրդանշական իհարկե զարդեր են եղել դրանք, թալիսմաններ, կարծես իրենց պաշտպանելու նպատակով են գրել սկզբնական շրջանում քարե դարի մարդիկ, բայց իհարկե փորձել են գեղեցիկ զարդեր ստանալ, նաև փետուրների միջոցով դիզայներական ինչ-որ լուծումներ գտնել, այն ժամանակ շղթաներ չի եղել, կաշվե շնորհուկների վրա ինչ-որ խոշոր մասիվ չափերով, այտենց կիսաթանկ արժեք քարեր են կրել, մորթու կտորներ, փետուրներ եւ այլն։ Դա էլ մարդկության սկիզբը, մարդկության սկզբից ի վեր մարդիկ գրել են զարդեր, սիրելիներ, թեպետ այն ժամանակ ավելի շատ բնազդն է աշխատել եւ գոյատևման կռիվ է եղել, բայց այնուհանդերձ գրել են զարդեր։ Եվ իմիջիայլոց բոլոր մարդիկ, բոլոր մասնավորապես կանայք սիրում են զարդեր, անկախ նրանից ինչ քանակությամբ ունեն, կրում են, չեն կրում, հաճախ են կրում եւ թե միայն աղիքների դեպքում են կրում, կապ չունի, բոլորը սիրում են զարդեր, քանի որ դա գալիս է հենց մեր գենետիկական կոդից, մեր ԴՆԹ-ի մեջ արդեն կա զարդասիրությունը, ուզենք թե չուզենք, դա այդպես է։ Հիմա ես այս սրանք կհավաքեմ, ցույց կտամ հաջորդ ականջողերը, որոնք նույնպես կմասնակցեն ակցիային։ Ահա այսպիսի գեղեցիկ ականջողեր, խոշոր չափերի աստղով, փոքրիկ եւ լուծիտային էլեմենտներով կլիպսներ են դարձյալ, որոնք եկել են ինձ մոտ Իտալիայից, ահա ներսում գրված է Made in Italy, շատ գեղեցիկ գույն է այս գույնը եւ ապակի է, տեսեք ձայնը, պատրաստված է Վենեցիայում, ահա այդպիսի գեղեցիկ ականջողեր, մասիվ չափսերի կա եւս մեկ ականջողեր, նույնպես Վենեցիայից է եկել ինձ մոտ, ծագումը Իտալիան, դարձյալ կլիպսներ է եւ ունի գեղեցիկ կախազարդեր, խխունջներ, լուծիտային էլեմենտներ եւ ականջների վրա, երբ քայլում է կինը, շարժվում է այս ականջողերը, շարժման մեջ ավելի գեղեցիկ է երևում, մի քանի անգամ զարդը շարժման մեջ ավելի գեղեցիկ է երևում, քան որ ես այսպես դնեմ ու դուք տեսնեք։ Ֆրանսիական ծագման եւս մեկ ականջողեր, Փարիզից է եկել ինձ մոտ այս ականջողերը, խոշոր կապույտ լուծիտային էլեմենտներ, կլիպսներ են շատ փափուկ ու թեթև, իրենց քաշի համեմատ բավականին թեթև է, այնպիսի նյութից է պատրաստված, շատ ճոխ ականջողեր է, կարծես օվկիանոս հիշեցնի, այս կապույտ աչյա գեղեցկուհին եկել է ինձ մոտ իր օրիգինալ տուփով, պատյանով ավելի ճիշտ, շատ ճոխ զարդ է, շատ գեղեցիկ ականջողեր են։ Այս սրտիկները գեղեցիկ մանուշակագույն լուծիտային էլեմենտներով, ոսկեգույն մետաղով, նույնպես շատ թեթև են, համարյա քաշ չունեն, ահա այդպիսի ականջողեր են, գույնն էլ հաճելի բոնուս։ Այս մյուս ականջողերը բրոնզագույն, շատ մանր դետալներով, մի քանի կարկասներով կազմված ականջողեր է, հետևի մասը նույնպես ունի նախշազարդեր, բրոնզագույն մետաղով, մանր էլեմենտներով, շատ գեղեցիկ ականջողեր, ֆրանսուհիները շատ են սիրում բրոնզագույն զարդեր, ես էլի եմ ասել, հիշեցման կարգով նորից ասեմ։ Ինչ շատ դուր է գալիս այս ականջողերը, բողոքական դաջվածքով ծեծված մարգարտե էլեմենտներ, արծաթագույն մետաղ, շատ գեղեցիկ ականջողեր է, շատ ճկնաղ կլիպսներ են, հաճախ չի հանդիպում, մարգարիտը արծաթագույն մետաղով, ավելի շատ ոսկեգույն է հանդիպում, թվում է, թե արծաթագույնի հետ չի սազի մարգարիտը, բայց սա այդ դեպքը չի, կատնագույնն ու արծաթագույնը շատ շքեղ են նայվում միասին։ Ահա մարգարտե ականջողեր ոսկեգույն էլեմենտով, կլիպսներ են դարձյալ, շատ գեղեցիկ են, ապակե մարգարիտներ են, պլաստիկից չեն, առնամենտը նախշազարդերը շատ գեղեցիկ են, այս ականջողերի նախշազարդերը շատ գեղեցիկ են։ Ալյա Շանել թվիդային ականջողեր, որը հիշեցնում է Շանելի հանրահայտ թվիդային պիջակները, եւ Շանելի մոդայի տունը իր զարդագործության մեջ հաճախ է արտադրել նման թվիդային ծածկույթով ականջողեր, իրենց ցուցադրություններում հաճախ կտեսնեք, եթե նայեք, ոչ միայն նախկինում 80-ականների 90-ականներ, այլ նաև հիմա նորից վերադարձել են նույն նորաձևությունը, հագուստների զարդերի կրկնվում է կարծես թե։
Այս մյուս գեղեցկուհին կանաչ է գլխավոր լուծիտային էլեմենտը, բայց կամերան փիրուզագույն է ցույց տալիս, միշտ է այդպես լինում։ Դարձյալ կլիպսներ են, շատ ճոխ, շատ գեղեցիկ։ Ոսկեգույն մետաղը ունի ինչպես նաև լուծիտային գլխավոր էլեմենտ, այնպես էլ ցերկոնային ծածկույթ, ցերկոնների տեղատարապ, այդպիսի շքեղ ականջողեր է, տեսեք որքան են վառվում այդ ցերկոնները, և իհարկե կենտրոնական էլեմենտը։ Այս գեղեցիկ ականջողերը, որոնք նույնպես ունեն ցերկոնապատված ծածկույթ գլխավոր էլեմենտի վրա, ինչպես նաև խոշոր մեկ ցերկոնիկ կենտրոնում, և ցիտինային երանգի կախազարդ, որը չունի շրջանակ, այնքան գեղեցիկ է նայվում շարժման մեջ այս ականջողը։ Արևի բոլոր ճառագայթները կլանում է և լուսային շողերը, խաղիկները շատ սիր ունեն այս ականջողերի, շատ դուր է գալիս այս մոդելը նույնպես, շատ գեղեցիկ է ականջի վրա և փոքրիկ է, ճչացող չէ։ Այս մյուս կապույտ ականջողերը ունեն արծաթագույն հիմք, պատված են կապույտ փիրուզագույն գեղեցիկ էլեմենտներով և աբե ծածկույթով քարերով 4 հատ կենտրոնական հատվածում և երեքական կողքերի հատվածում հիշեցնում է ակվամարին քարը, այս կապույտը շատ գեղեցիկ ականջողեր են, փոքրիկ, նրբիկ։ Այս մյուսը արդեն վարդագույն տարբերակն է, արծաթագույն մետաղի վրա վարդագույն քարիկներ և նաև առկա են աբե ծածկույթով կրիստալներ, դարձյալ կլիպսներ են, վառվռուն, շողշողուն, գեղեցիկ ականջողեր։ Արևի լույսի տակ մի քանի անգամ ավելի փայլուն են, քան արհեստական լուսավորության ներքո։ Եվ այս կատնագույն լոկանիկ գեղեցիկ ականջողերը, որոնք ինձ հիշեցնում են ռետրո դիզայն 60-ականներ, 70-ականներ, իմ սիրած զարդերի էպոխան է ռետրոն նույնպես հանդիսանում, կլիպսներ են գեղեցիկ, միջին չափսի, ոչ փոքր են, ոչ մեծ, կատնագույն գույնը շատ սիրուն է դեմքի վրա, ականջողերը դեմքի գույնը բացում են, շատ ավելի շահեկան է այս գույնի ականջողեր կրելը, և էմալապատ այս դետալը կենտրոնական կատնագույն ունի ոսկեգույն բծավոր առնամենտ, որն էլ ավելի լոկանիկ և միևնույն ժամանակ շքեղ տեսք է հաղորդում այս ականջողերին։ Ահա այսպես։ Դե ինչ, ահա այն բոլոր ականջողերը, որոնք մասնակցեցին այսօր մեր ակցիային, կարծում եմ բոլորն էլ շքեղ են ու շատ գեղեցիկ են, ևս մեկ անգամ հերթով բոլորը ցույց կտամ մոտիկից, իսկ մինչ այդ ես ձեզ կասեմ ցտեսություն, մինչ նոր հանդիպում, կհանդիպենք շատ շուտով, մնացեք ինձ հետ, հետաքրքիրը դեռևս առջևում է։